Քաշես բալես։ Գոհար։ Քո կարծիքով ինչ պիտի լինեմ, հա? Սա ամեն ինչ իմանալուց հետո։ Գոհար, բալես, մեզ մի մեղադրիր։ Դուք մի օրում իմ ամբողջ կյանքը փոխեցիք։ Դուք երկուսով։ Բալես, ճիշտ է, դու մեր հարազատ աղջիկը չես, բայց դրանից ոչինչ չի փոխվում, մենք քեզ շատ ենք սիրում։ Միգուցե ձեր կյանքում ոչինչ չի փոխվել։ Բայց իմ կյանքը ամբողջ փոխվել է ու դա դուք եք արել երկուսով առանց խղճի խայծ գալու։ Լավ էլի Գոհար, խնդրում եմ, բալես, տենց մի խոսիր։ Ինչ խղճի խայթի մասին է խոսքը։ Հիշում եմ, որ պապան քեզ բերեց փոքրիկ, անօգնական, սպիտակ, անուշ բալիկ էիր։ Ու առաջի վարքյանից, Գոհար, հենց առաջի պահից ես քեզ սիրել եմ, ես էլ պապան էլ հարազատ զավակի նման քեզ սիրել ենք։ Դուք պիտի ինձ ճիշտը ասեք։ Դուք պիտի ինձ նախապես ասեք, ոչ թե խաբեք ամբողջ կյանքում։ Ինչի պիտի ես այդ ամեն ինչ ուրիշ կնոջից իմանայի, հա? Ինչի պիտի ինչ որ անծանոթ կին ինձ ասեր, որ իմ մայրը ինքն է, հա? Բալես, մեզ մի մեղադրիր։ Ճիշտ է, համաձայն եմ, մենք պիտի քեզ ասեինք։ Մենք չենք ասել, որովհետև դրան նշանակություն չենք տվել, որովհետև քեզ մենք միշտ սիրել ենք հարազատի նման։ Ինչ խղճի մասին է խոսքը։ Ախր մենք քեզ այնքան շատ ենք սիրել, որ մեզ գիտես ինչքան բաներից ենք զրկել, որ դու ոչ մի բանի կարիք չունենաս։ Ինչն եք սիրել, հա? Միակ մարդը, որ հիմա տանջվում է, այդ մենակ ես եմ, որ խաբել եք դուք ինձ, դուք միշտ իմացել եք ու ինձ խաբել եք դուք երկուսով։ Դու ու պապան եք պատասխանատու այն ամեն ինչի համար, ինչ հիմա կատարվում է իմ հետ ու մեր ընտանիքի։ Պատասխանատվություն, մեղք, իսկ ուր մնաց սերը, հա? Ուր մնաց սերը, Գոհար, որ մենք քեզ այդքան անմնացորդ տվել ենք։ Ես գիտեմ, որ ձեր համար դժվար է եղել։ Դժվար է եղել, բայց մենք երբեք չենք տրտնջացել, բալես։ Երբեք։ Մենք քեզ իսկապես շատ ենք սիրում։ Մի մոռացիր, որ մենք հիմա էլի նույն ընտանիքն ենք, ոչինչ չի փոխվել։ Գուցե քո մոտ ոչինչ չի փոխվել, իսկ իմ մոտ փոխվել է։ Իմ ընտանիքն է փոխվել, իմ կյանքն է փոխվել, իմ ծնողներն են փոխվել, իմ մայրը, իմ հայրը, ամեն ինչ փոխվել։ Գոհար, տենց մի խոսիր, ոչինչ չի փոխվել, մենք ենք քո ծնողները, մենք։ Իմ յալոցդ կինը ասաց, որ պապան էլի ինչ-որ կարևոր բան է թաքցնում։ Կարևոր բան։ Ես չգիտեմ, այ բալես, ես նույնիսկ չգիտեի, որ քո ծնողները ողջ են, որովհետև պապան առաջին անգամ, որ քեզ բերեց, ինձ ասեց, որ քո ծնողները մահացած են, որ դու որբ ես։ Ես ոչինչ չգիտեմ։ Դու գիտես ով է իմ իսկական հայրը։ Չէ Գոհար, չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ, որովհետև դա ինձ համար կարևոր չի։ Կարևորը այն է, որ դու մեր բալիկն ես, կարևորը այն է, որ քո հայրը Արշակն է։ Խնդրում եմ, բալես, խնդրում եմ։ Հավաքիր քեզ, ցավդ տանեմ։ Արի, ես գիտեի, որ կգաս։ Ոստի։ Թամար, ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես նորից մտել իմ կյանքի մեջ, հա։ Ես էլ շատ ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Թամար, ինչ է ուզածդ։ Ինչ ես ընտանիքս խառնում իրար։ Ընտանիք։
Մի մոռացիր, որ Գոհարիկը նաև իմ աղջիկն է, այսինքն մեր աղջիկն է։ Թամար, դու ինքդ ինքնական հրաժարվեցիր երեխայից։ Դու ինքդ ինքնական երեխային ինձ տվեցիր։ Մոռացել ես։ Չեմ ուզում երեխայի ոտքերս կապել։ Ես դեռ երիտասարդ եմ, դեռ կյանքը պիտի վայելեմ։ Կարճ հիշողություն ունես, Թամար։ Կյանքը վայելեմ։ Դու երեխային վերցրիր ու առանց գրոշի հեռացար։ Մի գրոշ չտվեցիր ինձ։ Չէ, իսկապես քո հիշողությունը շատ կարճ է։ Ես քեզ Թամար կլորի գումար տվեցի։ Ու դու օգտվելով առիթից ամիս ինձանից փող էիր գրպում, փող։ Մոռացել ես։ Ինչ ես ասում։ Դու վերցրեցիր մեր երեխային, ինձանից վերցրեցիր, իսկ հետո տունդ վաճառեցիր ու անհայտացար։ Թամար, դու ինչպես կտար ինձ։ Ճակատագիրը սիրելիս, ճակատագիրը օգնեց։ Ես շատ եմ փնտրել քեզ, գիտես։ Միայն չասես, թե մոտդ մայրական զգացմունքներ են արթնացել դեպի աղջիկդ։ Դու շատ լավ գիտես, որ ես սենտիմենտալ չեմ։ Այսինքն դա ինչ կարևոր է։ Ինչ էի ուզում ասել։ Հա, ոնց գտած ես, չէ։ Ուրեմն փողոցով գնում էի, մեկ էլ հանկարծ հո, քեզ տեսա։ Ու մի անգամից ճանաչեցի։ Այդքան տարիներ հետո մի անգամից ճանաչեցի։ Իսկ երբ Գոհարիկից տեսա։ Լսիր, չամարցակվես։ Մի մոռացիր, որ Գոհարիկը դեռ չգիտի թե իր իրական հայրը ով է։ Եվ նա գիտի նաև, որ ես մինչև վերջ չեմ պատմել ամեն ինչ իրեն, որ մի գաղտնիք էլ կա։ Թամար, ինչ է ուզածդ։ Դու շատ լավ գիտես ինչ է ուզածս, ինչ ես հարցնում, փող։ Փող, հա։ Բայց ինչ եմ ես քեզ փող տամ, Թամար, ինչ եմ։ Գոհար արդեն ամեն ինչ գիտի, չէ։ Ոչ, Գոհարը դեռ ամեն ինչ չգիտի, նա չգիտի թե ով է իր իսկական հայրը, եւ նա մանավանդ կինդ, որ իմանա թե քեզ կների թե չէ, լսի, հասկացի, իմանա որ ես քեզանից երեխա եմ ունեցել, այն ժամանակ, եւ դուք արդեն ամուսնացած եք եղել։ Դու դա չես արի, Թամար։ Կանեմ, էլ ոնց կանեմ, սիրելիս, ինչն է ինձ հետ պահում, ոչ մի բան։ Թամար, դու քո սեփական աղջկա կյանքն ես թունավորում, կյանքը։ Լսիր, Արշակ, ես քեզ արդեն ասացի, որ ես սենտիմենտալների չեմ։ Ես ավելի շուտ ընդվում եմ նյութականը, քան այդ քո հեքիաթները։ Ես քեզ փող չեմ տա։ Դա արդեն քո որոշումն է։ Կամ ինձ կտաս գումար, այն էլ բավականին մեծ գումար, կամ էլ ես կդառնամ մի խեղճ, իր երեխային կորցրած ու ամբողջ կյանքում փնտրած կին, դժբախտ մի կին, որը հազիվ գտել է իր երեխային ու նույնիսկ իր կյանքի գնով ոչ մեկին չի տայել։ Նա քեզ չի ընդունի։ Չեմ կարծում։ Կարելի է փորձել, գիտես ինչպես։ Հիմա ես կզանգեմ Գոհարիկիս ու կխնդրեմ, կաղաչեմ լացակումած, որ ուզում եմ իրեն նորից տեսնել։ Այդ ժամանակ անպայման կտեղեկացնեմ, թե ով է իր իրական հայրը։ Թամար, չամարցակվես։ Կխեղդեմ քեզ։ Կսպանեմ։ Կխեղդեմ այս ձեռքերով, Թամար։ Ձեռքդ քեզ քաշի, հա։ Ձեռքդ քեզ քաշի ասացի։ Ոչ մի բան էլ չես անի ինձ։ Կամ կտաս ինձ մի կլորիկ գումար ու ես կհեռանամ ձեր կյանքից։ Կամ կինդ ու աղջիկդ ամեն ինչ կիմանան։ Աղջիկդ գիտի, որտեղ մի գաղտնիք էլ կա, որ դու իրեն չես ասել։ Բա, սիրելի Արշակ։ Արշակը չգիտեր ինչ անել։
Նա գիտակցում էր, որ Թամարի մի խոսքը կարող էր մեկընդմիշտ քայքայել իր ընտանիքը։ Սակայն եւս մեկ անգամ ընկնել վերջինիս ցանցն ու խաղալ նրա կանոններով Արշակը եւս չէր կարող։ Ինչ ա եղել, ինչի՞ չուզեցիր տանը խոսենք։ Դե որովհետև այն ինչ որ պիտի ասեմ, ես չեմ ուզում որ Գոհարը լսի։ Ինչ ա, էլի թազա գաղտիկներ ես հա սկսել բացահայտել։ Անայդ, այդ մի բան կա, ուզում եմ ասել, բայց չգիտեմ թե ոնց ասեմ։ Շատ բարձ հայերենով ասա, մանկավարժ ես, չէ։ Լավ էլի Անայդ, հիմա կատակի ժամանակ է։ Ճիշտ է, կատակի ժամանակ չի, հիմա ճիշտ ասելու ժամանակն է։ Անայդ, պես ինչ եմ ասում, ես գիտեմ, որ ժամանակին քեզ շատ եմ նեղացել, բայց հասկացի, մի բան էր կա, որ Ինչ էլի բան կա։ հա, մի բան կան այդ, որ ուզեցել եմ քեզ ասել, բայց շարունակ լռել եմ։ Դե ասա, դե։ Գոհարը, այդ Գոհարը իմ աղջիկն է։ Դե հա, Գոհարը մենակ քո աղջիկը չի, Գոհարը իմ աղջիկն էլ է։ Ես դա նկատի չունեմ։ Գոհարը իմ եւ Թամարի աղջիկն է։ Ինչ։ Երիթ Անայդ, խնդրում եմ։ Ինչ։ Քո Թամարի։ Խնդրում եմ ների ինձ Անայդ, ես Ինչ ներեմ Արշակ։ Ինչ ներեմ։ Փաստորեն այսքան տարի դու ինձ խաբել ու դավաճանել ես, հա։ Չէ։ Ու դու ուզում ես որ մի անգամից ամեն ինչ մի կողմ դնեմ ու քեզ ներեմ։ Չէ, ես դա դες ինչ եմ արել, որպեսզի մեր ընտանիքը չքայքայի, հասկացիր ինձ։ Դու հիշում ես, որ ես քեզ համոզեցի, որ մենք վաճառենք մեր հին բնակարանը, հիշում ես, եւ գնանք այդտեղից։ Գիտես որն էր պատճառը։ Թամարը ինձ անդադ շանտաժ էր ենթարկում, փող էր գարփում ինձանից, անդադ վախեցնում էր։ Ասում էր, որ ես կասեմ ճշմարտությունը։ Որ ճշմարտությունը։ Որ դուք ինձ խաբել դավաճանել եք, հա։ Այդ ճշմարտությունը Արշակ։ Անայդ, խնդրում եմ, նաեւ դու ինձ հասկացիր էլի։ Ուրեմն ես Գոհարին անդադ ասում եմ, որ հասկացիր մեզ, որ մեր լռությունը այսքան տարիների բոլորովին էլ դավաճանություն չի։ Բայց ես էլ զարմանում եմ, թե երեխես ինչի չի կարողանում մեզների։ Այ հիմա եմ հասկանում Գոհարին։ Հիմա եմ հասկանում, որ այդ տարիների լռությունը դավաճանությունն ու սուտ աններելի է։ Անայդ, մի րոպե։ Ես ինչ եմ ասում։ Ես քեզ ուղղակի խնդրում եմ։ Օգնիր ինձ։ Օգնիր ինձ մեր աղջկան ետ պահենք այդ Թամարից, ետ պահենք նրա զազրելի ծրագրերից, ես քեզ խնդրում եմ օգնիր, Անայդ, օգնիր։ Գոհար, ես ինչ ես անում։ Ինձ թվում է, որ ամենաճիշտը հիմա այն կլինի, որ ես հեռանամ այստեղից։ Եվ ուր ես պատրաստում գնալ։ Դեռ չգիտեմ։ Դեռ չգիտես, թե Թամարի մոտ։ Ես խնդրում եմ ավելորդ խոսակցություններ եկեք չսարքենք։ Ես մեղավոր չեմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց։ Գոհար, ես գիտեմ, որ դու մեղավոր չես։ Բայց
Հավատա ինձ չի կարելի մի անգամից գիծ քաշել մի ամուր կյանքի վրա։ Եվ այն ինչ որ կատարվեց մեզ հետ, մենք վերաբերմունքը քո հանդեպ չենք փոխել։ Ընդհակառակը, մենք քեզ ավելի ենք սիրում։ Ես էլ եմ ձեզ շատ սիրում։ Բայց ավելի լավ կլինի, որ ես մենակ մնամ, որովհետև ես մենակ կարող եմ հաղթահարել այս ամեն ինչը։ Գոհար, իսկ այդ կինը Թամարը։ Ես չգիտեմ, թե այդ կինը ինչի է ինձ ձեզ տվել։ Ամեն դեպքում ես մտածելու շատ բան ունեմ, բայց ես չեմ ուզում, որ դուք մտածեք, որ ես չեմ գնահատում այն ամեն ինչ, ինչ որ արել եք իմ համար։ Ես այդ մասին մի խոսել, խնդրում եմ քեզ, մի խոսե այդ մասին ընդհանրապես։ Խնդրում եմ էլի Գոհար, մի գնա, ոչ մի տեղ մնա բալես։ Չէ, ես ինձ այստեղ լավ չեմ զգում, ես ուզում եմ մենակ մնամ։ Լավ։ Ես քեզ չեմ խոչի դուտ։ Ճանապարհը չեմ փակի, բայց ես այսօր քեզ հետ լրիվ անկեղծ կլինեմ։ Արշակ, խնդրում եմ, գարիք չկա։ Անահիտ, հանգիստ։ Գոհար, Թամարը քեզ ասել է, որ դու իր դուստերն ես, չէ՞։ Բայց նա չի ասել, չէ՞, թե ով է քո իսկական հայրը։ Հայրս։ Հայրը։ Դերնի մասր։ Քո իսկական հայրը ես։ Ահա։ Դու իմ եւ Թամարի դուստերն ես։ Չեմ հասկանում, ինչ է այստեղ կատարվում։ Մամ, ինչ է խոսում, պապան։ Ասեմ։ Ենորով որ այդ կինը հայտնեց իմ կյանքում։ Ես եւ մայր առանձին էինք ապրում։ Չէ, այսինքն ոչ թե առանձին էինք ապրում, մայր հետ մեկնել էր Հայաստանից բուժվելու համար։ Մենք երկար ժամանակ երեխա չէինք ունենում։ Դրանց այդ ընթացքում էր ես եւ Թամարը։ Երբ որ դու ծնվեցիր, ես արդեն Հայաստանում էի բալես։ Մոսկվայում վերջնականապես ախտորոշեցին ու ասեցին, որ ես էլ երբեք երեխա չեմ ունենա։ Ու երբ եկա Հայաստան, հայրդ քեզ բերեց։ Ես առանց մի վայրկյան մտածելու համաձայնվեցի, որ քեզ որդեգրեմ։ Ես քեզ հավատացնում եմ, Գոհար։ Անահիտ այդ մասին ոչինչ չի ասել։ Չի ասել, որ Թամարը քո մայրն է։ Առավել եւս նա չգիտեր, որ դու իմ դուստերն ես։ Իսկ այդ կինը ինչի ինձ ձեզ տվեց, հա։ Գոհար, հիմա ինչ որ ես քեզ կասեմ, դա քեզ դուր չի գա։ Ես արդեն այնքան բան եմ լսել, որ ինձ դուր չի գալիս։ Գոհար ջան, Թամարին երեխա պետք չէր, այսինքն դու պետք չէիր։ Նրան ընտանիք պետք չէր։ Նա գիտեր, որ ես հարուստ եւ ապահովված ընտանիքից զավակ եմ։ Նրան հարկավոր էր իմ ծնողների ժառանգություն եւ կարողությունը։ Պաստորեն, իմ դիմաց ինքը քեզանից փող ա վերցրել։ Հա, Գոհար, հա, կներես ինձ, կներես։ Ես զզվում եմ այս ամեն ինչից։ Ես զզվում եմ բոլորից։ Գոհար, բալես, խնդրում եմ, մի գնա, Գոհար։ Լավ, դու մեղք չունես։ Լավ դու էի։ Լավ, ես եմ մեղավոր, ես, դու մեղավոր չես, ես եմ մեղավոր, ես։ Ժամը քանից եղավ Արշակ։ 5:10։ Բան չի այ ուշանում։ Դե հանգստացյան հետ, հանգստացի։ Ես իմ Արշակ մտածում եմ հանկարծու։ Ինչ հանգստացի, ինչ։ Հանգստացի։ Բալես, ցավը տան իմ աման, բալես, դու իմ բալեն ես, իմ բալեն արևս։
էի կարող քեզ ասել։ Բա ես ձեզ ոնց է, եկալամ պապային հանել քեզ։ Ես ձեզ շատ եմ սիրում, ձեզ շատ սիրում։ Գոհարը հաշտվեց Արշակի ու Անահիտի հետ, կարողացավ հասկանալ նրանց ու շարունակեց ապրել վերջիններիս հետ։ Թամարը, հասկանալով, որ այլևս ի վիճակի չէ գումար շորթել Արշակից եւ ոչ էլ կարող է դստերը ստիպել ֆինանսապես ապահովել իրեն, հեռացավ, մեկ ընդմիշտ հանգիստ թողնելով Արշակին, Անահիտին ու նրանց դստերը։